Սա ամենաթողության մասին է վկայում, ամենաթողության մասին, գիտեք, ես վերջերս ես գաղափարն եմ միշտ շրջանառում և Facebook-յան իմեջում նաև համապատասխան ստատուս եմ հրապարակել, ոնց որ ձեր հարցը շատ համապատասխանեց այդ իմ նշածին, որ երբ պետությունում իրավապահ և դատական համակարգի հիմնական գործառույթը դառնում է գործող իշխանության ներկայացուցիչների նեղ շահերի սպասարկումը, դա այլևս պետություն չի կարող համարվել պարզվում իմաստով, դա վերածվում է հանցավոր կազմակերպության։ Հիմա տեսեք, այսօր ոստիկանությունը և դատական համակարգը այն հարցերով, որոնք որ վերաբերում են գործող իշխանության հետաքրքրություններին, գործադրում են առանձնակի ջանասիրություն։ Բազմաթիվ օրինակներ կարող ենք բերել, վերցնենք այն վերջին օրինակը, ինչ է նշանակում դատավորը, որքան էլ ասենք ինչ ապացույցներ կան նրա կողմից, ինչ որ հանցանք կատարել, չկատարելու վերաբերյալ, ես այդ հարցերին չեմ անդրադառնում, որովհետև դրա իրավասությունն էլ չունեմ, իրազեկվածությունն էլ չունեմ, հետո նախաքննության փուլում գտնվող խնդիր է։ Այնուամենայնիվ, ինչ է նշանակում, երբ որ դատական նիստ է ընթանում, դատական նիստերի դահլիճում, այսինքն արդարադատության իրականացման գործառույթ է, երբ որ դատարանում որևէ մեկը ոչ պատշաճ վերաբերմունք է դրսևորում, լինի դա հանդիսատես, լինի կողմ, դրա նկատմամբ կիրառվում է դատական սանկցիա, ստացվում է, որ եթե դիմակները հագած ավտոմատներով կոմուֆլաժով մտնում են ներս, ուրեմն իրենք օրենքից դուրս են։ Իրենք օրենքից դուրս են։ Եվ կարող են դատավորին տապալել գետնին, եւ տանել ըստ պատկանելու ներկայացնելու։ Ասենք խոսքը դատավորի մասին է, որ կարող էին հասարակ հեռախոսազանգով հրավիրել կամ ծանոթագիր ուղարկել, խոսքը պատկառելի անձնավորության մասին է, չէ։ Եվ որի նկատմամբ ընդամենը այս պահին մեղադրանք կա, բայց անմեղության կանխավարկածն մնաց։ Հիմա այս օրինակը ես ինչու բերեցի, ոստիկանությանը եւ իրավապահ մարմիններին տրվել են անսահմանափակ արտոնություններ, կարող եմ ասել կարտ բլանշ։ Գիտեք ինչ, դուք մեր շահերը պաշտպանեք, մնացած հարցերում դուք խնդիր չունեք, ես այդպես եմ ընկալում։ Այսինքն հակակոռուպցիոն կոմիտեներ ձեր նկատմամբ գործի հարուցի եւ ցանկացած հեքիաթ կարող ենք դնել այդ իրավիճակի տակ։ Եվ ես վերջինս խոշտանգման դեպքի հետ կապված, երբ որ մտել էին տուն, չէ, դες տան մեջ էի սկսել, մարդուն, որ որևէ ինչ-որ կտրուկ շարժում անգամ չէր արել, սկսել էին սեղմել, տրորել, հետո տարել էին սկոչով, չգիտեմ, կպցրել էին, ծեծ ու ջարդ։ Մենք այստեղ էլ տեսնում ենք, որ կատարյալ անգործություն և տանում են դեպի այն, որպեսզի ոստիկաններին արդարացնեն։ Վերջի ժամանակները լավագույն դեպքում մենք այն երևույթի հետ ենք գործ ունենում, երբ որ շատ է, այսպես աղմուկ հանում իրավիճակը, մեկ էլ քրեական բարույթի փոխարեն իմանում ենք, որ ինչ որ ծառայողական քննություն է բացվել։ Այսինքն կարգապահական հարթության վրա, ինչ է դա նշանակում, որ դա հանցանք չի դիտվում, լավագույն դեպքում կարող է դիտվել կարգապահական զանցանք։ Հիմա ասենք մարդուն, երբ որ խոշտանգել են, ասենք նույն հաջողությամբ մասնավոր անձ է, երբ մասնավոր անձի օրինակ մարմնական վնասվածք է պատճառում, այդ դեպքում էլ ուրեմն եթե հավասարությունը օրենքի նկատմամբ բոլորի հավասարությունը դա հորինված կատեգորիա չէ, այլ պիտի գործի, ուրեմն այդ մարդուն էլ վարչական պատասխանատվության ենթարկեք, ասենք չգիտեմ, մի 5000 դրամ տուգանքի ենթարկեք, այնինչ այդ դեպքում անքրեական վարույթ են նախաձեռնում, կալանքի տակ են պահում երկարատև, հետագայում էլ պատիժ նշանակելիս արդեն
Եթե հանկարծ դատարանը փորձում է հաշվի առնել որոշակի հանգամանքներ, որ լավ առաջին անգամ է արել, մյուս մեղմացնող հանգամանքներով, ուրեմն պայմանական է դատապարտում, այդ ժամանակ դատախազությունը որպես կանոն բողոքարկում ասում է չէ, պիտի անպայման պատիժը կրի։ Այսինքն ինչ է ստացվում, որ սահմանադրությունը եւ օրենքները գործում են այնքանով, որքանով որ իրենց համար անհրաժեշտ է ճակերտներում։ Այսինքն երբ որ դա բխում է իրեն շահերից, իսկ եթե իրեն շահերից չի բխում, յուրայիններին հետապնդելու խնդիր է, ժամանակ տեսնում ենք ոչ օրենք կա, ոչ սահմանադրություն, սա այլ կերպ ասած ամենաթողության իրավիճակ է եւ այս պայմաններում ասել, որ Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի խորհրդի մասնակից պետություն է, հա, եւ այս ամեն ինչը կատարվում է եւ շարունակվում է կատարվել, անհամատեղելի բաներ են դրանք, կատեգորիաներ։